Սևանը լիճը հարստացավ եւս 200,000 մանրաձկով։ Բնապահպանության նախարարությունը առաջիկա մի քանի օրը կվերահսկի, որպեսզի թռչունները մանրաձուկը չոչնչացնեն։ Գենետիկորեն մաքուր Սևանի իշխանի մայրական կազմ ենք ձևավորել, որից եւ ստացել ենք այս մանրաձուկը, որի մի մասը տեղափոխվելու է մեր կողմից նոր կառուցվող գործարան, իսկ մի մասը ուրեմն բացաթողնում Սևանյան լիճ։ 200,000 մանրաձկից 40,000-ը մինչև 30 գրամ քաշ ունի, իսկ 160,000-ը 5 գրամ։ Սա Սևանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի երկրորդ ինտերվենցիան է այս տարի։ Առաջինը 43,000 հատ 30 գրամանոց ձկներ էին հունիսին։ Մենք այսպես ասած մեր պարտքն ենք հետ տալիս Սևանին, բոլորիդ համար գաղտնիք չի, որ 80-ական, 90-ական թվականներին, հատկապես 90-ական թվականներին, երբ որ մեր երկիրը գտնվում էր պատերազմական վիճակում, մեզ Սևանը կերակրեց։ Մանրաձուկն անընդհատ լիճը լցնելով հնարավոր չէ Սևանա լճի խնդիրներն ամբողջությամբ լուծել։ Հենց այդ պատճառով 2013 թվականին կառավարությունը սկսեց Սևանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամի նախագիծը, որը կկարողանա ամբողջությամբ լուծել Սևանի հիմնահարցերը։ Այս գործարանը մի հերթափոխի հզորությունը 50 տոննա է։ Եթե մենք վերածենք հատի, օրինակ 1 միլիոն հատ 50 գրամ, բայց նախատեսում ենք, որ 4 հերթափոխով կաշխատի, տարեկան 4 անգամ, այսինքն մենք ձկնկիթ կստանանք, ինկուբացնենք, կմեծանանք, արդյունքում տարեկան 200 տոննա կապահովենք կամ 4 միլիոն հատ 50 գրամանոց։ Ծրագրի առաջին փուլով նախատեսված է ձկնաբուծական գործարանի կառուցում, որի շինարարությունն արդեն սկսվել է։ Երկրորդ փուլով նախատեսվում է ձկնաբուծարանում տարբեր չափերի ձկներ աճեցնել եւ բաց թողնել լիճ։ Երրորդ փուլով նախատեսվում է ձկների վերամշակման գործարան կառուցել։ Նախնական հաշվարկներով 2016 թվականին լիճ բաց կթողնվի ավելի քան 1 միլիոն մանրաձուկ։ 25% ուղղակի բացաթողնվելու լիճ, պաշարների վերականգնման նպատակով քաշը կորոշեն համապատասխան մասնագետները կասեն, ինչ քաշի, 3 գրամ, 5 գրամ, 10 գրամ։ Մնացած հատվածը տեղափոխվելու արդեն լճում տեղակայված տնտեսություններին, այնտեղ աճեցվելու է մինչև ապրանքային քաշի, որից հետո տեղափոխվելու արդեն վերամշակման գործարան։ Բնապահպանության նախարարը վստահ է, որ ամեն տարի մանրաձուկը լիճ լցնելով ու Սևանի հիմնախնդիրները քայլ առ քայլ լուծելով Սևանը կվերագտնի իր նախկին համբավը։ Գործանի կառուցման ավարտից հետո 1-2 տարի, 3 տարի աշխատելուց հետո մենք հստակ կարող ենք խոսել, որ լճում համապատասխան քանակությամբ ձուկ կունենանք մենք եւ նորից եմ կրկնում, կարող ենք արդեն հստակ խոսել արդյունագործական ворսի մասին։ Ծրագրի իրականացմամբ լուծվում է նաեւ մարզի բնակչության զբաղվածության հարցը։ Ձկնաբուծարանի կառուցման վրա աշխատում են Կարճախբյուրի եւ հարևան գյուղերի բնակիչները։ Ամբողջ ծրագրի իրագործման դեպքում նախատեսված է մի քանի հազար աշխատատեղ ստեղծել։ Զորապ Հարոյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։